Դատարանի բակում օդամղի ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Գյուրեղյանը վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել, պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած ու վերաքննիչ դատարանի կողմից անփոփոխ թողած վճիռը։ Հաշվի առնելով Գյուրեղյանի պատժաչափն ու նրա նկատմամբ ճնշումները, բարձրագույն դատարանում նրա շահերը պաշտպանող իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, վճռաբեկում էլ դատական ակտը չի փոփոխվի։ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգից որևէ ակնկալիք չունենք, բնականաբար այս հարցը անպայման եվրոպական դատարան պետք է բարձրացվի, բայց որպեսզի եվրոպական դատարան հասցնենք գործը, պետք է սպառել ազգային բոլոր դատական ակցիաները, սա առաջին հիմնական ուրեմն նպատակը, որ Իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ համարվող Հայկ Գյուրեղյանը ճաղերի ետևում հայտնվեց 2014-ի ամռանը Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարության մեկնարկին դատարանի բակում բողոքի ակցիա անցկացնելուց հետո։ Վճռաբեկի հետ առանձնապես հույսեր չի կապում նաեւ Հայկի հայրը։ Դատական համակարգը ոտից գլուխ կոռումպացված է եւ մենակ այն բանը, որ այս վերջերս հայտարարագրություններով դատավորները հայտարարում են իրենց ունեցվածքը, բացատրում են ինչ-որ նվերներով, շատ խոշոր չափի գումարների նվերներով իրենց հարազատների միջոցով, խոսում է այն մասին, որ այդ համակարգը ընդունակ չի որևիցե մի ճիշտ որոշում ընդունելու։ Առողջական խնդիրներ ունեցող Գյուրեղյանը անցած տարեվերջին դիմել էր ծայրահեղ քայլի, մոտ 1 ամիս հացադուլ հայտարարել, բողոքելով ոչ պատշաճ բուժօգնությունից։ Հարազատներն այսօր տեսակցել են արդեն 18 ամիս ազատազրկված երիտասարդին, քրեակատարողական հիմնարկից դժգոհություն չունի, թեև առողջական վիճակը շարունակում է ընկճել։ Ինքը կազդուրման փուլի մեջ է գտնվում, կամաց նկատելի է, որ ասենք նորմալանում է։ Եվրադատարանը Հայկ Գյուրեղյանի վերաբերյալ մեկ դիմում արդեն ստացել է։ 1 ամիս առաջ Միեդին ուղարկված բողոքում փաստաբանները պնդել էին, որ նախաքննության փուլում խախտվել են Գյուրեղյանի իրավունքները, իսկ հատուկ քննչական ծառայությունը հաշվի չէր առել երիտասարդի ցուցմունքները, թե իրավապահները իր նկատմամբ բռնություն են գործադրել։ Թեև Հայկի դեմ բռնությունների մասին հաղորդել էին նաև իրավապաշտպանները, այս մասով հարուցված գործը ամիսներ անց կարճվեց։ Հատուկ քննչական ծառայությունը որոշել էր, որ Հայկ Գյուրեղյանի վնասվածքները ոչ թե բռնության, այլ դեպքի օրը մեքենայից սայթաքելու հետևանքն է։ Չէ, զղջում չկա, կյանքը ցույց է տալիս, որ ինչի համար որ ինքը այդ արարքը արել է, ճիշտ է ինքը։ Այսինքն հենց այն դատական համակարգը, որը ընդհանրապես ոչ մի արդարացի որոշում չի կայացնում, ինքը գործիք է ռեժիմի ձեռքին, իշխանությունների ձեռքին, նրանց մահակն է, նրանց թիկնապահն է, բազմաթիվ խոսքեր կարող են գտնել։ Ինչը որ արել է, ինքը արել է հենց այդ գաղափարների համար։